ԵԱՀԿ Մինսկի խումբն այլևս անելիք չունի։ ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարում է Արարատ Միրզոյանը։ Իհարկե գաղտնիք չի, որ ԵԱՀԿ-ն իր գործիքակազմով կոչված էր նպաստելու հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը, եւ այժմ, երբ այդ խաղաղությունը հաստատված է եւ երբ մենք ի թիվս այլ պայմանավորվածությունների նաև ձեռնամուխ ենք եղել ԵԱՀԿ Մինսկի կառույցների լուծարմանը, այս նոր իրողությունները նոր են նաև Հայաստան ԵԱՀԿ համագործակցության կամ ԵԱՀԿ-ում Հայաստանի մասնակցության տեսանկյունից եւս Մինսկի խմբի լուծարման ժամկետներն են հայտնի։ ԵԱՀԿ-ն կշարունակի աջակցել Հայաստանին տնտեսական կողմից, ներկայացնում է ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնեն։ Շատ հակիրճ կպատասխանեմ։ Այո, Մինսկի խմբի կառույցները կփակվեն ոչ ավելի ուշ, քան դեկտեմբերի 1-ը, եւ մենք բոլոր կետերը դիտարկում ենք այս հարցի շուրջ։ Առաջ ընթանալով իսկապես խորքային քննարկում մենք ունեցանք պարոն նախարարի հետ։ ԵԱՀԿ-ն պատրաստակամ է սատարելու, աջակցելու խաղաղության դիմակայունությանը Հայաստանում եւ տարածաշրջանում։ Գերիների հարցը շարունակում է մնալ չլուծված։ Նախարարը ներկայացնում է, թե դիվանագիտական կողմից ինչ քայլեր են իրականացնում։ Հաստատված խաղաղության պայմաններում Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի շրջանակներում էական մի քանի հարցերի շուրջ ձեռք բերված համաձայնությունների պայմաններում այդուհանդերձ մնում են որոշ հարցեր, որոնք դեռ լուծման կարիք են զգում եւ հավելյալ ջանքերի կարիք են զգում, լուծված չեն ըստ էության այս պահի դրությամբ, եւ հենց դրանցից մեկը կամ առաջինը Բաքվում պահվող պատանդարված անձանց գերիների ազատ արձակման հարցն է։ Մենք ամենօրյա մեր աշխատանքն ենք իրականացնում այս ուղղությամբ, ոչ միշտ տեսանելի, ոչ միշտ արդյունավետ, հակառակ դեպքում հարցը վաղուց լուծված եւ դուրս եկած կլներ օրակարգից, բայց մենք իրականացնում ենք այդ աշխատանքը։ Ադրբեջանի առաջ քաշած նախապայմաններից մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն էր, մյուսը սահմանադրության փոփոխումը։ Հարցին ուրիշ ինչ նախապայմաններ կան, նախարարն է պատասխանում։ Մինսկի խմբին վերաբերող խնդիրը ըստ էության լուծված է, քաղաքական որոշումը կա եւ բյուջեի եւ մնացած ավելի տեխնիկական բնույթի հարցերով վերջնական որոշումները կլինեն մինչեւ դեկտեմբեր։ Ինչ վերաբերում է սահմանադրությանը, ապա ես հարկ եմ համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխության եւ կամ նոր սահմանադրության ընդունելու հարցը բացառապես ներքաղաքական օրակարգի եւ մեր ժողովրդի որոշելիքի հարցն է։ Ես զարմանում եմ, որ շարունակաբար այսքան հավաստիացումներից հետո հարցերը շարունակում են մնալ կամ հնչել, բայց եթե հարցնում եք, նորից ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը երբևէ որևէ երրորդ կողմի առջև չի ստանձնել եւ չի ստանձնելու պարտավորություն փոխել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Նախարարի փոխանցմամբ ադրբեջանցի գործընկերների հետ փոխանակել է մտքեր, շեշտադրելով հումանիտար թեմաները։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ մեծ հաշվով հնարավորություն ենք ունեցել մտքեր փոխանակել կարգավորման գործընթացի երևի ամբողջ ծավալի բոլոր նյուանսների վերաբերյալ, ոչ շատ խորը, ինչպես դա հնարավոր է անել առանձին երկկողմ միջոցառման ժամանակ, իհարկե, բայց կենտրոնացել ենք հատկապես օրինակ հումանիտար հարցերի շուրջ։ Հայաստանն ու Ադրբեջանը նախատեսում են ապաշրջափակել միմյանց միջև բոլոր տնտեսական ու տրանսպորտային հաղորդակցությունները, ներկայացնում են նախարարն ու բացատրում նոր երկաթուղու անվանումը։ Հայաստանը եւ Ադրբեջանը ապաշրջափակում են միմյանց միջև տրանսպորտային հաղորդակցության ենթակառուցվածքները։ Հայաստանը եւ Ադրբեջանը, այսինքն բոլոր ենթակառուցվածքները, այն հատվածը երկաթուղու, որը անցնելու է Հայաստանի հարավով, կոչվելու է TRIP ուղի, այսինքն Trump Route for International Peace and Prosperity, այսինքն ունի հստակ անվանումը, ունի սկզբունքները, տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնխելությունը, ինքնիշխանությունը, երկրների իրավազորությունը այդ ենթակառուցվածքների նկատմամբ եւ իհարկե փոխադարձությունը։ Շողեր Ղլիջյան, Արմալուր։